Սիրելի այրումցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալ ենք 9:45, որ եկել եք մեզ հետ հանդիպման, բարձր եմ գնահատում։ Ժորժ ջան, շատ կարեւոր է արձանագրել, թե հիմա, հենց հիմա, այս օրերին, այս ժամանակաշրջանում ինչա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչով ենք մենք զբաղված։ Մենք զբաղված ենք նոր որակի պետության ձևավորմամբ։ Մենք զբաղված ենք մեր պետությունը որակական նոր մակարդակի հասցնելով։ Ինչով նոր որակի։ Կրթություն, առաջինը 500 դպրոց, 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիր։ Ակադեմիական քաղաքի ծրագիր, որը պիտի դառնա մեր բարձրագույն կրթության թագն ու պսակը, ընդ որում խնդիր կար մարզային բուհերի հետ կապված, որ մտավախություն կար, որ մարզային բուհերը փակվելու են, բայց մենք հիմա այդ լուծումներ գտանք, որովհետև մենք հիմա մանկապարտեզների, ես կարծում եմ, որ երիտասարդներին հատկապես ցակը հետաքրքրի, մանկապարտեզների ընդգրկումը էականորեն մեծացնելու ենք եւ մենք առաջիկա տարիներին պետքա լրջորեն մսուրային հատվածը մանկապարտեզների զարգացնենք, որպեսզի երիտասարդ մայրիկները իրանց կարիերայով եւ կրթությամբ զբաղվելու ավելի մեծ հնարավորություն ունենա եւ նաեւ երեխեքի կրթությունը մենք այսօր ավելի շուտ պետք է սկսենք, պարզամեն մակարդակում իր համար, որովհետեւ 21-րդ դարում լավ ապրելու մի չափանիշ կա, լավ կրթությունը եւ մսուրային հատվածը, երբ որ մենք ընդլայնենք, մենք մանկավարժական կադրերի մեծ անհրաժեշտություն ենք ունենալու եւ մենք այսօր օրինակ մանկապարտեզի դասյարակները բարձրագույն կրթությունը պարտադիր չի։ Մենք մանկապարտեզի դասյարակների բարձրագույն կրթությունը կդարձնենք պարտադիր եւ մարզային բուհերի համար կդնենք այս սեգմենտը կստեղծենք, իսկ այսօրվա չափանիշները կդնենք մսուրային հատվածում, որպեսզի նաև այսօրվա եղած մեր կադրերը իրանք դժվարություններ չունենան եւ սա իր հերթին բերելու է նոր որակի տնտեսություն։ Այսօր ես հաճույքով եմ արձանագրում, որ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում։ Եվ դա այդ process-ը շարունակվելու է, իհարկե նաև տղաները եւ տղամարդիկ։ Նոր որակի ճանապարհներ։ Հիմա ես մեծ հաճույք եմ զգում նրանից, որ հիմա ոչ մեկ չի հիշում, թե ինչպիսին էր 2018 թվականին Բագրատաշեն Երևան ճանապարհի վիճակը։ 2018 թվականին ես որպես վարչապետ առաջին պաշտոնական այցը ունեցել եմ Վրաստան, Թբիլիսի։ Եվ այցի շրջանակներում գործարարների խումբ ինձ հետ հանդիպում խնդրեց, ես մեծ հաճույքով համաձայնվեցի եւ իրանք ինչ էին ուզում, իրանք ասում էին խնդրում ենք ճանապարհները կլինի կառուցեք, որովհետեւ մենք Վրաստանից տուրիստ ենք բերում, մեր ավտոբուսները միջև հասնում են Երևան ջարդուփշուր են լինում։ Եվ այդ ժամանակվանից հիմա Երևանից Բագրատաշեն Երևան ճանապարհը գտնվում է լավ վիճակում, բայց դա նոր որակի ճանապարհը դա չի, ժողովուրդ։ Նոր որակի ճանապարհը Աշտարակ Գյումրի հյուսիս հարավն է։ Ես չգիտեմ ձեզանից ով է առիթ ունեցել այդ ճանապարհով գնալ, բայց նոր որակի ճանապարհ ասելով մենք այդ նկատի ունենք։ Բայց առջևում մեզ ինչ է սպասվում։ Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում։ Թրիփ նախագիծը արդեն գետնի վրա մինչև տարվա վերջ սկսելու է իրագործվել։ Եվ ես հույս ունեմ դուք արձանագրեցիք, որ ի վերջո 5 տարվա բանավեճը մեզ ինչ էին ասում էին միջանցք են տալիս, մեղրին են տալիս, էս են տալիս, են տալիս, ի վերջո հանգուցալուծվեց։ Նախաստորագրվեց թրիփ նախագծի Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որտեղ արձանագրվեց թրիփ նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում։ Ես էլ քիչ է, մի հատ էլ առանձին ձևակերպում դրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը իր լիարժեք իրավազորություն, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանում է թրիփ ծրագրի իրագործման բոլոր գոտիների վրա։
Այսինքն մի տեղ չկա քառակուսից, որևէ տարընթերցման տեղ չլինի։ Եվ եթե դուք նկատել եք նախագահ Տրամպի 2 օր առաջ, 2 կամ մի վերջը երբ էր, հա չէ, 28-ին էր, բանի զորահանդեսի օրն էր։ Այդտեղ երևում է այն մեծ ռազմավարական նախագիծը, որ իրականացնելու ենք։ Հայաստանը դառնում է այդ թվում էներգակիրների տարանցման երկիր։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է միլիարդավոր դոլարների ներհոսք Հայաստանի Հանրապետություն։ Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասեմ, որովհետև թրիփ նախագծով հիմնական թրիփ նախագծի երկաթուղին հիմնական անցնելու է հարավով, Մեղրիով։ Բայց այս վերջերս շատ հետաքրքիր է, որ մենք այս process-ում մեր երկրի մասին նոր բաներ ենք իմանում։ Օրինակ դուք գիտեիք, որ կենտրոնական Ասիայից մինչև, այսինքն արևելքից արևմուտք ամենակարճ ցամաքային ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունում։ Անկեղծ ասեք, ներկաներից որը մեկը դրա մասին գիտեր նախկինում։ Մենք էլ ուշադրություն, գիտեք ինչի ժողովուրդ ջան, որտեղ տենց հարցեր մեր օրակարգում չեն եղել։ Հիմա հա որ անցնում է ինչ, որովհետև մենք եղել ենք հակամարտության փակուղի։ Անցնում է, մեզ ինչ, ուրիշներին ինչ։ Եվ հիմա մենք հակամարտության փակուղուց դառնում ենք խաղաղության խաչմերուկ։ Եվ պարզվում է արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսով, Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Եվ մենք առաջիկա տարվա ընթացքում հստակ այդ ամենակարճ ճանապարհը պետք է գծենք։ Այսօր ես ձեզ անկեղծ ասեմ, մենք դեռ չափումները չենք արել։ Ամենակարճ ճանապարհը անցնում է նոյեմբերյանով մտնում, այսինքն խոսքը Ադրբեջանից է մտնելու միանշանակ։ Բայց այդ նոյեմբերյանից մտնող ճանապարհն է, որտեղ եթե չեմ սխալվում, Բերթավանի հատվածում չէ ճանապարհ կա, որ Ադրբեջանից մտնում է։ Իջևանի հատվածն է, թե Բերթի հատվածն է։ Բայց հիմա միջազգային ներդրողները մեզ հետ խոսում են, եւ մենք մեծ է հավանականությունը, որ 3 տեղով էլ այդ ճանապարհը կունենանք, եւ հիմա նախապատրաստվում է մեծ ներդրումային ծրագիր միջազգային բեռնատարների համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Միջազգային բեռնատարների համար վճարովի ճանապարհները բացելու եւ վճարովի դարձնելու մասին, որովհետեւ մեր միջազգային գործընկերները հավաստիացնում են, որ կարճացնելը ժամանակի այնքան է, որ բոլոր վարորդներին ձեռնտու ալնելու վճարել եւ այդտեղով անցնել, որովհետեւ դա ժամանակի խնայողություն է, վառելիքի խնայողություն է, ճանապարհի ծախսերի գիշերակացի խնայողություն է եւ այլն եւ այլն։ Սա նշանակում է նոր ներհոսք, բայց մի բան կա անառարկելի, արևելքից արևմուտք գնացող ամենակարճ երկաթուղին Հայաստանի Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի երկաթուղին է։ Իհարկե Իջևանի ճյուղը գիտեք, որ կպատ չի Վանաձորին, բայց Ֆիոլետովոյի հատվածում իրարից 6 կիլոմետր են հեռու եւ մենք առաջիկայում այդ երկու ճյուղերը կպցնելու ենք իրար եւ Հայաստանով անցնելու է արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին։ Եվ մենք այս նախագիծը իրականացնելու ենք միանշանակ։ Ես արդեն չեմ կասկածում։ Հաջորդը նոր որակի հարաբերություն, նոր որակի սոցիալական ապահովություն։ Այսօր արդեն մեր սիրելի քաղաքացիները նշեցին թոշակի բարձրացում, առողջության ապահովագրություն, բայց այս միլիարդները նոր որակ են բերելու այդ թվում թոշակների, նոր սոցիալական ապահովություն։ Մենք 16 միլիոնի, իհարկե այրումը շահառույց չի, բայց նոյեմբերյանի խոշորացված համայնքի մի քանի բնակավայրեր 16 միլիոնով տներ են կառուցվում։ Երեք ես Արծվաբերդում ասում եմ, ըստ էության այդ գյուղերի մեծ մասում ժողովուրդ ջան, անկախությունից ի վեր մի հատ տուն չի կառուցվել։ Այսօր 16 միլիոնի ծրագրով կառուցվում են այդ տներ։ Նոր որակի պետություն, նոր որակի ժողովրդավարություն, նոր որակի դատական համակարգ, նոր որակի բարեկեցություն, նոր որակի բանակ, զորահանդեսը տեսել եք ժողովուրդ, եւ ինչ կարծիքներ կան։
Եվ դա միայն սկիզբն է։ Իմիջայլոց, ես ուզում եմ ձեզ մի բանի վրա ուշադրություն հրավիրեմ, որ զորահանդեսը եւ մեր բանակի զարգացման քաղաքականությունը տարածաշրջանային լարվածություն չի առաջացնում, Ժողովուրդ ջան։ Ինչի՞, որովհետեւ մենք հստակ արձանագրել ենք, որ բանակը զարգացնում ենք միայն ու միայն Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքների պաշտպանության համար, եւ երբ որ դու այս դիրքերից ես հանդես գալիս, որևէ մեկը չի կարող ասել ինչ ես դու ուզում քո երկիրը պաշտպանես, բայց այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր խոսում են ծովից ծով Հայաստանի մասին, ովքեր ինչ ոնց, Ժողովուրդ ջան, ով է կռվելու այդ պոտենցիալ պատերազմը, իրանց զավակները չեն կռվելու, իրանք այդ թեմաներով խոսող ընտանիքի անդամները մի կրակոց չեն արձակել Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ Այդ մարդիկ կրակել են Երևանում, այդ մարդիկ կրակել են բնակավայրերում։ Եվ մենք ասում ենք, Ժողովուրդ ջան, տենց ասացված կա, ասում է մարդու ամենամեծ դժբախտությունն է, որ ինքը չի հասկանում, թե ինքը ինչքան երջանիկ է։ Եվ մեր ամենամեծ դժբախտությունն է, որ մենք չենք հասկացել, թե մենք ինչքան երկիր ենք ունենալով Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն։ Եվ նոր որակի պետություն ասելով մենք պայմանական անունը դնում ենք 4-րդ հանրապետություն։ Եվ այդ նոր որակի պետությունը պետք է նաև արձանագրվի նոր սահմանադրությամբ։ Ինչու, որովհետև օրինակ մենք դատական համակարգում ունենք շարունակվող խնդիրներ։ Իմ եզրակացությունը միանշանակ է եւ աներկբա։ Միջև սահմանադրությամբ մենք նոր դատական համակարգ չներդնենք, որը օրգանական կապով կապված կլինի այսօր մեր դատական համակարգի ամենամեծ խնդիրն է, որ ինքը ժողովրդի հետ ոչ մի կապ չունի, ոչ մի իրավական կապ չունի։ Մենք Հայաստանում պետք է դնենք երդվյալ ատենակալների ինստիտուտը, որ ժողովուրդը դատական համակարգի հետ օրգանական կապ ունենա, եւ նոր որակի պետությունը 4-րդ հանրապետությունը մենք հիմա պետք է ստեղծենք առաջիկա ընտրություններով։ Բայց ես ուզում եմ ասել նաեւ հետեւյալը, որ նոր որակի պետությունը հնարավոր չի ստեղծել առանց խաղաղության։ Գիտեք ինչ, ես 2000 Հայաստանի Հանրապետությունում արդեն մենք 2 տարուց ավելի է, ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, 2 տարից ավելի։ Ինչի հետ է կապված սա, ժողովուրդ, պետք է առերեսվենք։ Սա կապված է իմ այն հայտարարության հետ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Լավ, եկեք այսօր քննադատում են ինձ։ Եկեք պատկերացնենք Ղարաբաղի շարժումը շարունակվում է։ Ինչ էր դա նշանակելու։ Ինչ էր դա նշանակելու։ Դա նշանակելու էր ամեն տարի զոհեր, մանր ու մեծ ու փոքր պատերազմներ, մանր ու մեծ բաներ, միջադեպեր, ու այդքան ու ոնց էր լուծվելու հարցը։ Չէր լուծվելու հարցը, Ժողովուրդ ջան, չէր լուծվելու, որովհետև ցանկացած բանակցային գործընթացի ցանկացած փուլում միջազգային հանրության առնվազն շատ ազդեցիկ ուժեր շահագրգռված են եղել, որ կոնֆլիկտը չլուծվի, ոչ թե լուծվի, այլ չլուծվի։ Այսօր բանն են ողբում, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ողբն են ողբում։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունում առնվազն եղել են շատ ուժեր, ում խնդիրը եղել է ոչ թե հարցի լուծումը, այլ հարցի չլուծումը, որ Հայաստանը տենց անընդհատ առնացոր, ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, որովհետև ես հասկացել եմ, որ մեզ քարշ են տալիս կառափնարան, եւ մենք պետք է դուրս գանք կառափնարանի ճանապարհից, եւ ես եկել եմ ձեզ զեկուցելու, որ այո, հայհոյանքների գնով, բոլոր տեպսակ մեղադրանքների գնով, բայց ես այնքան կամք եմ ունեցել, ես Հայաստանի Հանրապետությունը դուրս եմ բերել կառափնարանի ճանապարհից։ Եվ մեր նահատակների արյունն է, որ ինձ առերեսել է այս ամեն ինչի հետ։
մեր զոհերի արունն է, որ ինձ առերեսել է ամեն ինչի հետ, բացել է իմ աչքերը, եւ այսօր էլ ես ասում եմ, չկա մեր նահատակների անուն ավելի բարձր պահելու ձև, քան ունենալը ուժեղ, անկախ, ինքնիշխան, զարգացած, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն։ Ես խոնարհվում եմ մեր նահատակների ընտանիքի անդամների առաջ։ Այսօր ավելի ու ավելի շատ զոհվածների ընտանիքների անդամներ մոտենում են եւ աջակցություն են հայտնում վարվող քաղաքականությանը եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրանց վճարովի կողմնակիցներով եւ ֆեյքերով հարձակվում են այդ մարդկանց վրա, մարդիկ էլ եմ ասում, որ սահմանին մի կրակոտ չեն արձակել, իրենց զավակների կյանքը զոհաբերած մարդկանց վրա են հարձակվում։ Իսկ այդ մարդիկ հասկանում են, որ իրենց զավակները ընկել են, որ Հայաստանը ոտքի կանգնի, եւ այսօր Հայաստանը ոտքի վրա, երկու ոտքերի վրա ամուր կանգնած պետություն է, եւ սա է ամենամեծ նորությունը, որը մենք ունենք։ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով, բոլորիդ շնորհավորում եմ, որովհետև անցել է գոյատևելու, յոլա գնալու, մաքարելու ժամանակը, եկել է կյանքը վայելելու, ապրելու, զարգանալու, ուրախանալու, երջանիկ լինելու եւ պետությունը հարատև սերնդե-սերունդ փոխանցելու ժամանակը, պետությունը սերնդե-սերունդ փոխանցելու ժամանակը եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետքա գոյություն ունենա հավիտյան, մենք պետքա դուրս գանք եւ դուրս ենք եկել այն տրամաբանությունից, թե տենանք հլա նոր տարուց հետո ինչ կլինի, սփխեցից հետո ինչ կլինի, զատիկից հետո ինչ կլինի, մենք հիմա գիտենք ինչ կլինի զարգացում, կլինի բարեկեցություն, կլինի խաղաղություն, կլինի զարգացող տնտեսություն, եւ ես էլ եմ ասում, Հայաստանը այլևս բանի նոյեմբերյան այրումում պլեջեն ասում, թե ձիպուլ, Հայաստանը այլևս պլեջի հույսին մնացած պետություն չի, որ ասենք ենթադրենք Հայաստանը այլևս պլեջի հույսի մնացած պետություն չի։ Հայաստանը այլևս մի պետություն է, որ վստահ քայլում է, որի միջազգային հեղինակությունը անշեղորեն զարգանում է։ Ես էլ եմ ասում, միայն տեսեք, թե 2026 թվին ինչ միջազգային միջոցառումներ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Դա Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացման ամենամեծ վկայությունն է։ Միայն տեսեք, Ժորժ ջան, 2025 թվականին տեսեք իմ միջազգային հանդիպումների աշխարհագրությունը։ Տեսեք, ում հետ եմ ես երկում ձևաչափով հանդիպումներ եղել։ Չի եղել նախկինում, երբեք չի եղել նման բան։ Դա պետության, նոր որակի պետության մասին է։ Բայց որպեսզի մենք վստահ շարունակենք այս ճանապարհը, ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, տեր, հասկանում եք, շատ կարեւոր է, որ խաղաղությունը տեր ունենա, որ պետությունը տեր ունենա, որ անկախությունը տեր ունենա։ Եվ մի մարդ կա, ընդամենը մի մարդ կա, որ պետքա տեր կանգնի պետությանը, անկախությանը, խաղաղությանը։ Պատկերացնում եք, ընդամենը մի մարդու որոշումից է այդ ամեն ինչը կախված։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։
Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Երեխեք չէ, դուք ընտրություններին չեք մասնակցում, դուք դեռ սպասեք։ Դուք հələ 18-ը պետքա լրանա։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես, ով է, որ իր վրա է վերցնում պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը տեր կանգնելու պատասխանատվությունը, ով է, թող ձեր բարձրացնի, ձեր բարձրացրեք, խնդրում եք, ով որ վերցնում է այդ եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, այրումին, նոյեմբերյան խոշորացված համայնքին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց քանի որ զորահանդեսից լավ տպավորություն եք ստացել, ես առաջարկում եմ այդ տպավորության տակ տեսել եք, որ արդեն քանի տարի Հայաստանի բանակի ողջույնի ձևը եւ պատասխանի ձևը փոխվել է։ Շատ կարեւոր ենք համարում, որ երբ որ մենք բանակին հրամանատարը ողջունում է, ամեն անգամ հիշեցնում է նահատակների մասին։ Հիշեցնում է նահատակների մասին եւ հիշեցնում է Հայաստանի Հանրապետության մասին, որովհետեւ եւ դա է մեր նահատակների հիշատակը բարձր պահելու ամենամեծ ձևը։ Ես առաջարկում եմ մի հատ այդ նույն ողջունը եւ պատասխանը իրար հետ փորձենք։ Ինչ կարծիք եք։ Փառք նահատակներին կեցցե Հայաստանի Հանրապետությունը, ես ասում եմ, դուք էլ 3 անգամ կրկնում եք կեցցե, կեցցե եւ վերջինը մի քիչ ավելի երկար, կեցցե, 2 հատ հատու, երրորդը երկար։ Փորձենք։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։